Բարև ձեզ, բարով եք եկել Glendale Newsroom։ Այս կարճ ֆորմատով ձեզ կներկայացնենք ամերիկյան կյանքի կարճ ու կարևոր նորությունները։ Մինչև սկսելը կոմենտներում գրեք, որ քաղաքից կամ երկրից եք հետևում մեզ։ Մաքսային պատերազմը տեղափոխվում է դատարան, 12 նահանգ ընդդեմ Թրամփի։ Թրամփը խոստանում է իջեցնել Չինաստանի մաքսատուրքերը, արդյոք կկարողանան երկու գերտերությունները համաձայնության գալ։ Մասկը վիճել է ֆինանսների նախարարի հետ Թրամփի եւ Իտալիայի վարչապետի ներկայությամբ։ Ինչ է իրականում խանգարում ռուս-ուկրաինական խաղաղ բանակցություններին, Թրամփը քննադատում է Զելենսկուն։ Կալիֆոռնիան գնում է 1000 էլեկտրական դպրոցական ավտոբուսներ, պայքարելով արտանետումների դեմ։ Ինչու են սննդի անվտանգության լաբորատորիաները փակվում, գիտնականները մնացել են առանց աշխատանքի։ Այս եւ մյուս կարևոր նորությունների մասին էլ ավելի մանրամասն կիմանաք դիտելով թողարկումը մինչև վերջ։ ԱՄՆ-ի 12 նահանգներ դատական հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ, կասկածի տակ դնելով նոր մաքսային տուրքերի օրինականությունը։ Դատական հայցով նշվում է, որ Թրամփը խախտում է սահմանադրությունը մեկանձնյա որոշելով, թե որ ապրանքի վրա ինչպիսի տուրքեր պետք է սահմանել։ Նահանգների գլխավոր դատախազները պնդում են, որ Թրամփի մաքսային քաղաքականությունը վնասում է տնտեսությանը, բարձրացնում գները եւ սպառնում աշխատաշուկային։ Նրանք նշում են, որ պատերազմական օրենքի կիրառումը օրինական չէ, քանի որ հայտարարված արտակարգ իրավիճակները իրականում արտակարգ չեն։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ նոր մաքսատուրքերը անհրաժեշտ քայլ են լուծելու արտակարգ խնդիրներ, ինչպես օրինակ անօրինական միգրացիան, թմրամիջոցների հոսքը եւ ԱՄՆ-ի աճող առևտրային դեֆիցիտը։ Թրամփը հայտարարել է, որ ակտիվ բանակցությունների փուլում են Չինաստանի հետ մաքսատուրքերը նվազեցնելու թեմայով։ Այս պահին չինական ապրանքների վրա կիրառվող մաքսատուրքերը հասնում են 145%-ի, սակայն Թրամփը ակնարկել է, որ վերջնական տոկոսը շատ ավելի ցածր կլինի։ Վստահեցրել է, որ բանակցությունների նպատակն է արդար ու փոխշահավետ պայմանավորվածությունը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը արձագանքել է նշելով, որ Պեկինը պատրաստ է բանակցել, սակայն ԱՄՆ-ն պետք է դադարեցնի սպառնալիքներն ու շանտաժը։ Չինական կողմը պատրաստական է երկխոսության, եթե այն տեղի ունենա հավասարության ու փոխադարձ հարգանքի հիման վրա։ Մասկը եւ ԱՄՆ ֆինանսների նախարարը վիճել են նախագահ Թրամփի եւ Իտալիայի վարչապետի ներկայությամբ։ Թեման ներքին եկամուտների ծառայության ղեկավարի նշանակման հարցն էր։ Սպիտակ տան մամուլի խոսնակը միջադեպը ներկայացրել է որպես առողջ քաղաքական գործընթացի մի մաս, ընդգծելով, որ Թրամփի թիմում աշխատում են մարդիկ, ովքեր լուրջ են մոտենում իրենց պարտականություններին եւ ակտիվ մասնակցում որոշումների կայացմանը։ Այս միջադեպը ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմում նույնիսկ բարձրագույն մակարդակներում կան լուրջ անհամաձայնություններ, հատկապես քաղաքական նշանակումների շուրջ, եւ դրանք կարող են ցույց տալ նաեւ միջազգային հանդիպումների ժամանակ։ ԱՄՆ նոր վարչակազմի փոփոխության պատճառով վիզաների ստացումը բավականին դժվար է դարձել։ Ոմանց համար մերժվելը բախտի գործոն է, բայց մեր գործընկերները բազմիցս են ապացուցել, որ լավ պատրաստված լինելու դեպքում բախտը երկրորդական է։ Smart Assist-ի թիմը արդեն օգնել է հարյուրավոր ուսանողների, բիզնեսմենների եւ պարզապես Հայաստանի քաղաքացիների ԱՄՆ վիզա ստանալու հարցում։ Թիմը օգնում է ճիշտ կողմնորոշվել վիզայի տեսակի ընտրության, ԱՄՆ-ից հրավերների ստացման, ամրագրումների եւ այլ հարցերում, անգամ մասնագետները նախապատրաստում են հարցազրույցի դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունը անվճար է։ Պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում, եւ Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության բանակցություններից, եթե կողմերը չհասնեն համաձայնության։ Թրամփը իր անձնական սոցիալական էջում գրել է, որ Զելենսկիի հետ բանակցություններ վարելն ավելի բարդ է, քան Պուտինի հետ։ Նրա խոսքով, Ուկրաինայի նախագահի կոշտ դիրքորոշումը խոչընդոտում է ցանկացած առաջընթաց խաղաղության ուղղությամբ։ Բարձր մակարդակի բանակցությունների տապալումից հետո Թրամփը կասեցրել է ռազմական աջակցության մի մասը, ներառյալ հետախուզական տեղեկությունները։ Թրամփը մեղադրել է Զելենսկուն խաղաղության բանակցությունները փակուղի մտցնելու մեջ, նշելով, որ առանց փոխզիջումների խաղաղ համաձայնություն անհնար է։ Ուկրաինայի փոխվարչապետն էլ պատասխանել է, որ իրենց ժողովուրդը չի ընդունի սառեցված հակամարտություն խաղաղության անվան տակ։
Կալիֆորնիան նախատեսում է գնել 1000 էլեկտրական դպրոցական ավտոբուս և տրամադրել 130 գյուղական ու ցածր եկամուտ ունեցող շրջաններին։ Այդ նպատակով հատկացվել է $500 միլիոն։ Բացի ավտոբուսներից կտեղադրվեն նաև մոտ 500 նոր լիցքավորման կայաններ։ Այս նոր ավտոբուսները կփոխարինեն հին դիզելային տրանսպորտը, որն ավելի շատ արտանետումներ է առաջացնում և աղտոտում է մթնոլորտը։ Կալիֆորնիան ունի ԱՄՆ-ում ամենամեծ էլեկտրական դպրոցական ավտոբուսների պարկը, նահանգում արդեն շահագործվում է ավելի քան 1100 նման ավտոբուս։ Այս ծրագիրը մի մասն է Կալիֆորնիայի կլիմայական նախաձեռնություններից, որոնց նպատակն է նվազեցնել վնասակար արտանետումները։ Նահանգը նախատեսում է մինչև 2035 թվականը ապահովել, որ բոլոր նոր դպրոցական ավտոբուսներն ունենան զրոյական արտանետումներ։ ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչությունը փակել է Սան Ֆրանցիսկոյի և Չիկագոյի շրջանի սննդի լաբորատորիաները աշխատանքից ազատելով տասնյակ գիտնականների, թեև վարչության ղեկավարը շաբաթներ շարունակ հերքում էր, թե մասնագետներ են կրճատվել։ Գիտնականները զգուշացնում են, որ լաբորատորիաների փակումը կթուլացնի սննդի անվտանգության վերահսկողությունը, մնացած լաբորատորիաները չեն հասցնի կատարել ամբողջ թեստավորումը, ինչը կարող է վտանգել սպառողների առողջությունը։ Սան Ֆրանցիսկոյի լաբորատորիան միակն էր, որ կարող էր կատարել բարդ փորձարկումներ մանկական սննդի, թունավոր մետաղների և թռչնագրիպի վարակների հայտնաբերման համար օգտագործելով հատուկ սարքավորումներ։ Ահա այսքանը ամերիկյան անցուդարձից։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։